Դպրոցական ծրագրում ներառված հայոց պատմության 7-րդ դասարանի աղմկահարույց դասագրքի հեղինակը խոստացել է ուղղել գրքում տեղ գտած անթույլատրելի պատմական խեղաթյուրումները վերահրատարակության ժամանակ։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում հայտնեց Երևանի պետական համալսարանի հայոց պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, խոսելով պատմական քարտեզների քաղաքական կարևորության մասին եւ անդրադառնալով նշված դասագրքում տեղ գտած եւ հանրային լայն քննարկման առարկա դարձած բազմաթիվ սխալներին, անճշտություններին ու մեթոդաբանական խնդիրներին։ Խոսքն առաջին հերթին հայոց պատմության դասագրքի 80-րդ էջում տպագրված քարտեզի մասին է, որում պատկերված է Տիգրան Մեծի տերության զբաղեցրած տարածքը։ Ծովից ծով Հայաստանը Քրիստոսից առաջ 80 թվականի դրությամբ, սակայն տեղանունները քարտեզում չգիտես ինչու ներկայացված են ժամանակակից տերմինաբանությամբ, ոչ թե տվյալ ժամանակաշրջանի հասկացություններով, ինչպես ընդունված է պատմագիտական կանոններով։ Քարտեզում նշված են Թուրքիան եւ Ադրբեջանը, որոնք մեր թվարկությունից առաջ առաջին դարում գոյություն չեն ունեցել որպես երկիր կամ պետություն, իսկ Լեռնային Ղարաբաղը, Արցախը ներառված է Ադրբեջանին վերագրվող տարածքի մեջ։ Պրոֆեսոր Էդիկ Մինասյանի խոսքով դա անթույլատրելի է, անկախ նրանից, թե քարտեզին կից ինչ բացատրություն է տրված։ Մենք ժամանակին նաև տեղին քննադատել ենք այս երևույթների համար, նույնիսկ մենք ինքներս էլ շատ վրդոված, ասեմ, որ ինչքան գիտեմ, խոստացել է եւ հեղինակը դա փոխել անպայման եւ նոր վերահրատարակության ժամանակ եւ միաժամանակ քարտեզում նման երևույթներ անթույլատրելի են։ Իմ կարծիքով նման երևույթ կապ չունի բացատրություն տրվում է թե չի տրվում։ Վերջին հաշվով նայողը անմիջապես պատկերացում է կազմում քարտեզով։ Քարտեզը նայեց, թե տակը ինչ է գրված այսօրվա տերմինոլոգիայով թե վաղվան, չի նկատում։ Դրա համար նման երևույթներ իհարկե անշուշտ վնասում են եւ չպետք է նաեւ ադրբեջանցու ձեռքին հնարավորություն տա, ինչքան ուզում ես, մանավանդ կեղծիքը դրանց համար սովորական երևույթ է, կարող են հենվել նման փաստերի վրա եւ ներկայացնել առանց մանրամասնությունների մեջ խորամուխ լինելու։ Ուստի նման երևույթներ իհարկե չպետք է լինեն, պետք է կանխվի հենց սկզբից եւ թույլ չտրվի։ ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի վարիչը ընդգծում է պատմական քարտեզների քաղաքական նշանակությունը հատկապես այսօր, հիշեցնելով, որ հարևան Ադրբեջանն ամեն կերպ փորձում է խեղաթյուրել հայոց պատմությունը, սկսած դասագրքերից մինչև բուհական եւ ակադեմիական հրատարակություններ, գիտական գրականություն եւ գումար չի խնայում հայ ժողովրդի պատմությունը կեղծելու եւ իրեն վերագրելու համար։ Իսկ դրա լավագույն վկայությունը այսօր, լավագույն հակադրումը, ես կասեի, իսկապես ազգային քարտեզի հրատարակումն է։ Խոսում վկայություն այն մասին, ժամերով կարող ես պատմության մասին խոսել, գրքերով, հրատարակություններով ներկայացնես, կոնկրետ գրականությամբ, սակայն քարտեզը մեկ անգամ նայելով արդեն կարող ես պատկերացում կազմել։ Ինչպես օրինակ Հռոմի կենտրոնում հրապարակում գոյություն ունեցող հին աշխարհի քարտեզը, որտեղ Ադրբեջան անունը բնական է եւ ոչ Թուրքիա, ոչ Ադրբեջան չես հանդիպի, Արմենիա մեծ տառերով գրված Հայաստանն է, մեծ Հայաստան ներկայացված Հռոմի հետ միասին։ Այլ կերպ ասած, հենց դրա խոսում վկայությունն է դա։ Պատմության խոսում վկայությունն են Հռոմի Կոլիզեում ամֆիթատրոնի հարևանությամբ Վիա դեյ Ֆորի իմպերիալի փողոցի պատին զետեղված 4 մարմարե քարտեզները, որոնք ներկայացնում են հռոմեական կայսրության տարածքային նվաճումները։ Այս քարտեզներում հռոմեական հզոր կայսրության կողքին մեծ հայքն է Հայաստանը, լատիներեն մեծ տառերով գրված Արմենիա։ Իդեպ Հռոմի կենտրոնում գտնվող մարմարե քարտեզները 8 տարվա ընդմիջումից հետո վերականգնվել են եւ տարվա սկզբից արդեն հասանելի են զբոսաշրջիկներին։ Ինչ վերաբերում է հայոց պատմության կրթական ծրագրին, Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքի հրատարակությունից հետո տասնյակ գիտնականներ, այդ թվում ոլորտի լավագույն մասնագետները, հանդես էին եկել հայտարարություններով, խիստ քննադատության ենթարկելով հեղինակին եւ ԿԳՄՍ նախարարությանը գրքում տեղ գտած բազմաթիվ սխալների ու անճշտությունների համար։ Պատմության հեղինակավոր մասնագետները մատնանշել էին մի շարք բովանդակային, մեթոդաբանական եւ տեխնիկական սխալներ։ Եզրակացությունը մեկն էր. դասագիրքը չի բավարարում հանրակրթական դպրոց ներմուծելու անհրաժեշտ պայմանները, ուստի մասնագետները խնդրել էին կասեցնել դասագրքի կիրառումը։
Դասագիրքը շրջանառությունից չհանվեց, այլ միայն ենթարկվեց մասնակի շտկումների, ինչը մասնագետները բավարար չհամարեցին։ Նրանք շարունակում են մնալ իրենց այն կարծիքին, որ հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքը միտված է հայոց ինքնության մի շարք կարևոր հիմնասյուների խաթարմանը եւ չի կարող նպաստել պետականակենտրոն մտածելակերպով քաղաքացու ձևավորմանը։ Արամ Սարգսյան, Սուրեն Դավթյան, Համլետ Սմոյան, Եվրոմեդիա 24